Տարերկ երգիպարի համույթի պատմությունը սկսվում է հայրենիք վերադառնալու որոշումից։ Խմբի անդամների մեծ մասը երկար տարիներ ապրել է արտերկրում, եւ ահա հայ մշակույթի շուրջ համախմբվելու գաղափարը դարձավ հայրենադարձության պատճառ։ Գտա խումբ, որտեղ սկսել եմ սովորել հայկական պարեր, ազգագրական, որը որ ճիշտ ձևով պահպանված են ու հասել են մեզ մեր նախնիներից։ Ու հետո դա ինձ ոգի տվեց գալ Հայաստան ու սկսել նաև ստեղ սովորել ու իմ հետ էլ եկել են իմ ընկերները ու կամաց մեզ միանում էին նաև ոչ թե ուրիշ հայրենադարձները, այլ Հայաստանի հայերը ու տենց կամաց ստեղծվեց խումբ, որի անունը ես հետո տվեցի Տարերկ։ Ըստ խմբի հիմնադրի հայկական ամեն երգ ու պար առանձին մի տարերկ է, որը հասկանալու համար պետք է մտնես այդ աշխարհ, ուսումնասիրես ու կարողանաս նաև փոխանցել։ Երբ ժողովուրդը պարում է, դու իրականում զգում ես ժողովրդի տարերկը, թե ինչով է ինքը ապրում, թե ինչ է զգում, ինչ էմոցիաներ է ապրում։ Դրանին ես հավատում եմ։ Ալինա Հակոբյանը 3.5 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան։ Միշտ է սիրել հայկական մշակույթը, բայց մի օր տեսնելով Կասկադում պարող խմբերին ու ազգային գեղեցիկ պարերը, որոշեց՝ ուզում է դառնալ պարուհի։ Տարերկը մի քիչ ուրիշ խումբ է, շատ եմ սերում մեր մթնոլորտը, մենք գալիս ենք մշակույթը վայելելու ու ուսումնասիրելու ու Այստեղ արդեն ես կարամ ասեմ, ես գտել եմ ընկերներ, բարեկամներ ու մենակ այս բարը չի, այս արդեն մեր կյանքն է։ Հայրենադարձ երիտասարդներից է նաև Հարություն Դավիդյանը։ Սկզբում բեմական վախ ուներ, պարելուց կոմպլեքսավորվում էր, տարերկը օգնեց հաղթահարել։ Հայկական մշակույթը ինձ միշտ էլ հետաքրքրել էր եւ ես այցելեցի մաստեր կլասի, որը կազմակերպել էր մեր Դավիթը եւ զգացի, որ ես պետք է շարունակեմ եւ խորացնել այդ գիտելիքները ինձ մեջ։ Մոտ արդեն 3 տարի եւ մոտավորապես 50 պար մենք սովորել ենք, բայց բավականին դեռ հələ շատ պարեր կան, որ կուզենայինք սովորենք։ Այսօր համույթն ունի մոտ 70 պարող, հիմնադրի խոսքով իրենց նպատակն է ոչ միայն ճանաչում ձեռք բերել, այլ որ ամենակարևորն է տարածել հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։